կապակերպված է։ Հասկացա, դուք իջևանցիներով իրար հասկանում եք, համեցեք բան վարչապետ կենտրոնական ամբյոնի մոտ։ Ոչ։ Հասկացա, մնաց մենք հասկանանք, դուք ինչ եք խոսելու։ Հեսա կպատասխանեմ։ Պարոն Դանիելյան, մենք Պարոն Դանիելյան, մի հարցում մենք պետք է մի հատ որոշում կայացնենք, որովհետև հետաքրքիր բան է տեղի ունեցավ։ Այս վերջին 6 ամիսներին ձեր խմբակցությունը մասնավորապես անընդհատ մեզ ասում էր, դե հերիք այդ նախքին, գնաք նախքին, մենք մի օր հավաքվեցինք, ասցինք, այս ժողովուրդ իսկականի ճիշտ են ասում, էլի, հերիք այդ նախքին, եկեք փակենք այդ թեմաները։ Հիմի, երբ որ մենք այդ որոշումը կայացրել ենք, հիմի դուք եք անընդհատ գալիս, էլի մեզ տանում եք, այս ժամանակ էս եղավ, այս ժամանակ էս եղավ։ Դե հիմա, եթե ես ձեր հարցին պատասխանեմ, ես ստիպված էլի անդրադառնալու եմ սենց, ասում եք գնատենք, հարգելիներս էլի ասել եմ ես ամբյոնից, էլի որ ասում եք, որ այս սենց պտիլներ, Ժորժ ջան, թողլներ, ով էր եղել է, շատ լավ, վերադառնանք 2018 թվական, ապրիլի, մի րոպե, ներողություն, հիմա տեսեք էլի, 2018 թվական, ապրիլի 17, ես ստեղ չեմ, ես դահլիճում չեմ, այստեղից Սերժ Սարգսյանը ասում է հետևյալը, այնքան չեմ ասել, տեսեք մոռացել եմ արդեն, հիմի ստիպեցիք, որ հիշեմ, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, որովհետև բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական է և անընդունելի մեզ, տեսակ արձագանքը տեսակ էտ էի ասում, դե բա 7 անգամ լսել եք, դուք էլ եք 7 անգամ լսել, պարոն Մանուկյան, այդ հարցի պատասխանը էտ է, հիմա 7 անգամ լսել ենք, հենց էտ ամբողջ էությունը, որ ուզում է 107 անգամ այդ հարցը տակ, այդ հարցը ուրիշ պատասխան չունի, ոնց որ ասեք, մեկ գումարած մեկ, ես գամ ես ամբյոնից ասեմ, 2, դուք այդտեղից ասեք, զզվցրիք էլի 100 անգամ այդ պատասխանը լսել ենք, դուք ուրիշ պատասխան։ Հա, հանդիպել եմ, նախկին արտգործնախարարի։ Պարոն Մանուկյան, ես ձեր հարցը հանում եմ ցանկից, դուք էլ հարց տալու արձագանքեք ես։ Պարոն Օհանյան, մի տեղից խոսեք։ Ես Սերժ Սարգսյանից չեմ ընդունել պաշտոն, ես Կարեն Կարապետյանից եմ ընդունել պաշտոն։ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ չկար։ Արձագանք, Գառնիկ Դանիելյան։ Տիկին Խամոյան, ձեր հարցն էլ հանեմ։ Հերթագրված չեք դուք։ Տիկին Խամոյան, հանեմ ձեր հարցը։ Հիմա պարոն Դանիելյան, Շատ վրեդնի ցեխը մենք աշխատում։ Շատ վրեդնի ցեխը, շատ։ Լրություն։ Միացրեք, հա, միացրեք։ Պարոն Սուքիասյան, խնդրում եմ մի խոսացրեք, առանց դա դժվար է։ Պարոն Դանիելյան, խնդրում եմ կոնկրետ հարց տվեք, կոնկրետ պատասխանեմ, էլի։ Ասածիս բովանդակությունը հետևյալն է։ Եթե կան բանակցային փաստաթղթեր, ես չգիտեմ, գաղտնիության, ինչ քողի տակ է եւ այլ, դա էլ պետք է հասկանանք, որ նենց անենք, որ պետությաններ չվնասենք։ Այդ ամեն ինչը հասկանալ է եւ ես օրինակ շատ մտահոգվածել եմ, եթե օրինակ հրապարակային ասում եք նստենք խոսանք, բայց նստել խոսալու մեջ հրապարակային կարող է շատ հարցերում են մեր ճշնամի պետությունը դրանից օգտվի։ Ու բան չի, ոդկաստ չի, շոու ծրագիր չի։ Այսինքն խնդիրն էլ չէ հրապարակային ինչ ենք ասում։ Ինչ ենք անում։ Խնդիրը բովանդակություն, ինձ համար ամենակարևոր խնդիրը բովանդակային հարցն է, եւ
խնդիրը կայանում է նրանում, որ ցանկացած պարագայում էլ վաղը միսօր ինչ կլինի, իշխանափոխություն կլինի, հաստատ լինելու է, դուք էլ հավերժ չեք, ոչ մեկ էլ հավերժ չեն, բայց այս երկիրը մնալու է, դրա համար շատ ավելի կարևոր է, որ ամեն մեկը իր ժառանգությունը որ կա, թողած ժառանգություն չնայած ես չգիտեմ դուք ինչ ժառանգություն եք թողելու, բայց իր թողած ժառանգությունը կարողանա օգտվել այս պետությունը, մեր երկիրը կարողանա օգտվել եւ այդ անձնական ամբիցիաներից մեկը մյուսին ցույց տալուց, մեկը մյուսին եսին ինչ ապացուցելուց, մեր ժողովուրդը ոչ մի բան չի շահելու, ոչ մի բան։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, հենց ձեր ասած նկատառումով է, որ այդ թվում ես քննիչ հանձնաժողովում 5 ժամ պատասխանել եմ հարցերին։ Եվ իմ կարծիքով այդ հարց ու պատասխանը համենայն դեպս Հայաստանի շահերին ոչ մի վնաս չի տվել։ Ես ձեզ ուրիշ բան կարող եմ ասել, որ կարող եմ երաշխավորել, որ մեր վարած բանակցությունները մաքսիմալ փաստագրված են։ Մաքսիմալ փաստագրված են եւ արխիվացված պետական ինստիտուտներում։ Վաղ մյուս օրը պետք չի լինելու բան անել, լեզվակռիվ անել, թե ով ինչը ոնց է ասել։ Ամեն ինչը փաստագրված է։ Շատ ավելի մանրամասն է փաստագրված, քան ձեր մտքով նույնիսկ անցնում է։ Այդ ծառայությունը ոչ թե ծառայություն չի, դա մեր պարտականությունն է, մենք այդ պարտականությունը կատարել ենք։ Մնացած մասով, այո, կա իրողություն։ Հիմի եւ ինչպես ասել եմ, սա որոշում է, որը հավաքվում է, կտոր հավաքվում է, որովհետև ասում եմ, նենք չի, որ դա պետք է հատոր դրած լիներ, որ մենք դժվարություն չունենայինք։ Բայց մենք այդ դժվարությունը մանավանդ, որ հիմա հարց է բարձրացվում 94 թվից սկսած հավաքել դնել, դուք հասկանում եք, խոսքը 30 տարվա մասին է։ Մենք անդրադարձել ենք վերջին 10-15 տարիներին, բայց դրանից առաջը։ Այդտեղ ես խնդիր չեմ տեսնում, բայց էլ եմ ասում, դա անձնական որոշումից զատ պետք է ինստիտուցիոնալ մի հատ էլ ազդեցության գնահատում անցնի, նոր արվի։ Այդտեղ մենք պահելու բան չունենք։ Ես ձեզ ավելին ասեմ։ Ես վստահ եմ, որ մենք հրապարակային մեր խոսույթում շատ ավելի շատ տեղեկություն կա, քան թե թղթերում, որովհետև այդ թղթերը շատ դեպքերում իրանք որպեսզի մարդը հասկանա, շատ կարևոր է իրան այդ տողերի արանքները նաև ցույց տալ, իհարկե ապացուցելի եղանակով եւ բացատրել, ինչը մենք արել ենք։ Հարփինե Դավոյան, համեցեք հարցի համար, պարոն վարչապետ, խնդրում եմ զբաղեցեք ձեր տեղը, պարոն վարչապետ։ Պարոն Դանիելյան, կներեք, բայց կներեք, լռեք, տեղից գոռալով չի։ Պարոն Դանիելյան